Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 21 թվականին էլի կլինեն մարդիկ, որ չեն համաձայնվի, բայց 21 թվականին ես ներսից իմ թիմի հետ տեսել եմ ինչա նշանակում, երբ որ դու կանգնած ես պետության ու պետականության կորստի առաջ, իրոք կարող է դուք դա չեք զգացել եւ ես երջանիկ եմ, որ դուք դա չեք զգացել, ես դա զգացել եմ, ես դա ապրել եմ իմ ընկերների հետ ու ես չգիտեմ, հպարտանում եմ, որ մենք այդ ճգնաժամի միջով անցանք։ Եվ այդ ժամանակ թիմին լքելը նույնպես կլիներ դավաճանություն, ես այդպես եմ կարծում, պետք է ձիգ կանգնել, որովհետև հարցը ոչ թե քաղաքացիական պայմանագրի կամ իշխանության մեջ էր, հարցը պետության ու պետականության կորստի մեջ էր։ Հիմա չեզոքացել են այդ վտանգը։ Դրանից հետո ես կարծում եմ, որ հատկապես այս տարի շատ լավ արդյունքների ենք հասել։ Էլի անհնարին ժանրից թվացող խաղաղության պայմանագրի նախաստորագրում ա եղել։ Ես հպարտանում եմ բոլոր այն մարդկանցով, ովքեր այդ ճանապարհը կարողացել են անցնել, որտեղ մենք բոլորս այն կարգի կորուստներ ենք ունեցել։ Հպարտանում եք, ճիշտ է։ Նարեկ ջան, ձեզանով եմ հպարտանում, որտեղ դուք եք մեր հետ այդ ճանապարհ անցել։ Ով որ անցել է ու օգուտ ա բերել պետությանը, բոլորով հպարտանում եմ։ Մենք հիմա հասել ենք այն վիճակի, որ պետք է մարդիկ աշխատեն, երջանիկ լինեն, խաղաղ ապրեն։ Հիմա լավ չի, որ այդ վիճակում խաղաղություն է, հիմա ուղղակի խաղաղություն է, հիմա դիքի։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սկսել են լավ ժամանակներ, մեր պետությունը պետքա ծաղկի, մարդիկ պետքա լավ աշխատեն, այս պահին ուզում եմ գնամ հիմա էլ այնտեղ աշխատեմ, պետությունը ծաղկեցնեմ, որտեղ որ աշխատել եմ 18 թվականից առաջ, ժողովուրդ ջան, ես հո դպրոցից չեմ հելել եկել ստեղ կամ չգիտեմ, փողոցից եմ եկել։ Ես շատ կենսագրությունից չեք նայում, ես իմ կյանքում 16 տարեկանից սիրելիներս աշխատել եմ 16 տարեկանից մինչև այսօր։ Բացառությամբ մի 2 տարի, որ երեխա եմ ունեցել, չեմ կարողացել։ Ամեն օր աշխատել եմ, հիմա գնում եմ այդտեղ աշխատել։ Մեծ պլաններ ունեմ, լավ, ուզում եմ ստեղծագործեմ, ուզում եմ նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանը օգուտ բերեմ, վատ է։ Շագրավ է, եկան պատգամները, մի քանի սեզոն եղան գումարում, ավելի ճիշտ եղան պատգամավոր, հիմա գնում են բիզնես դնելու, այսինքն պատգամավորները դուք առաջին անգամ չեք ինձ խայթում, ես 18 թվականից առաջ էի բիզնեսով զբաղվում, լսում եմ։ Հիմա ըստ էության պատգամավորի գործը այդպես եկամտաբեր է եւ կարելի է աշխատել, հա, եւ հետո գնալ բիզնես դնել։ Սիրելի Նարեկ, առաջին անգամ չի, որ այդ հարցով դու ինձ խայթում ես։ 18 թվականից առաջ ես աշխատել եմ, բիզնես եմ ունեցել, շատ ավելին եմ վաստակել, քան ազգային ժողովում եմ վաստակում։ Ես օրենքը պահպանող, հարգող պատգամավոր եմ։ Ես երբեք ինձ թույլ չէի տա պատգամավորական գործունեությանը զուգահեռ որևէ գործունեություն ծավալել, որտեղ դա անօրինական է եւ հակասահմանադրական։ Հիմա ես ուզում եմ իմ ընտանիքի համար ավելի լավ ժամանակներ բերեմ։ Ինչ մեղք ունեն իմ երեխաները։